ներկայացնում հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գնահատման գործունեության մասին, օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաեւ աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ դրույթները, մասնավորապես աճուրդներն իրականացնել էլեկտրոնային աճուրդով կամ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում աճուրդով։ Լրացվել է դրույթ առ այն, որ կառավարության կողմից կսահմանվի էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման եւ անցկացման լրացուցիչ պայմանները, հիմքում ունենալով աճուրդով վաճառքի դրվող հողամասի շուկայական գնահատման արժեքը։ Այդ կապակցությամբ նախագիծը առաջադրվել է կադաստրային արժեքի փոխարեն մեկնարկային գինը հաշվարկել, հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը։ Կատարվել է փոփոխություն հողային օրենսգրքով գործող կարգավորումներից հանվել են նախկինում կիրառվող մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի 100, 50 եւ 30%-ների տարբերակումները։ Իրական շուկայական արժեքի գնահատմամբ կկիրառվի միասնական գնագոյացման քաղաքականություն։ Հողամասերի աճուրդով վաճառքի գործընթացը էլեկտրոնային աճուրդի եղանակով իրականացնելու համար նախատեսվում է ապահովել դրա լիարժեք գործնական ինտեգրումը պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդի համակարգին եւ դրա անխափան կիրառումը։ Գնահատման գործունեության մասին օրենքում բացակայում են պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի գնահատման պարտադիր դեպքերը։ Նախագծով առաջարկում են նշված հողամասերը ընդգրկել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերի ցամքում, արդյունքում պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կկիրառվի գնահատման գործընթաց գնահատման կազմակերպության միջոցով։ Այսքանը, շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, եթե կարճ ասենք, այս նախագիծը նրա մասին է, որ համայնքային հողերը եւ պետական պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով, ճիշտ է։ Այո, պարոն վարչապետ։ Պետք է իրականացվի գնահատում լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից եւ այդ գնահատված արժեքով դրվի աճուրդի։ Միաժամանակ ես նշեցի, որ որոշ հողամասերի դեպքում, որոնք կարող են օտարվել արժեքի 50 կամ 30%-ի չափով, այդ դրույթները նույնպես հանվում են, այսինքն ամբողջական գնահատված շուկայական գնահատված արժեքով են դրվելու աճուրդի։ Համեցեք, պարոն Խոստի։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս աշխատանքի հիմքում ձեր հանձնարարականն է դեռ այս տարվա մարտին, հիմնված են դիտարկումների վրա, որ առանձին համայնքների կողմից օտարումներ էին տեղի ունեցել, առնվազն վերապահումներ կարող ենք ունենալ, թե ինչու այդքան ցածր արժեքներով, եւ իհարկե մենք զուգահեռաբար այս փաթեթը քննարկել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, եւ այս փաթեթը իր կյանքով կգնա դեպի ազգային ժողով եւ օրենքով կարգավորումներ, բայց մենք արդեն իսկ մայիսից սկսած, որովհետեւ 2 ամիս ժամանակ ունենք, որ մարզպետարանները համայնքները արձագանքեին, մոնիտորինգ ենք իրականացնում, մեկ ուրիշ հանձնարարություն նույնպես տվել էիք, սուբվենցիաներ հաստատել են համայնքների դեպքում, ովքեր հետևում են հանձնարարականներին եւ վերապահումներ ունենալ են ծրագրերը հաստատելու առնչությամբ, որոնք որ դեռևս ունեն նկատելի շեղումներ։ Ուզում եմ զեկուցել, պարոն վարչապետ, որ մենք վերջին մեր միջգերատեսչական սուբվենցիայի հանձնաժողովում այդ սկզբունքով ենք արդեն նայել բոլոր ծրագրերը։ Իհարկե ունենք դեպքեր, երբ որ համայնքները հետևում են բոլոր կարգավորումներին եւ իրենց ծրագրերը առաջնահերթորեն հաստատեցինք։ Արկախեցինք որոշ ծրագրեր, որոնք որ տեսնում ենք, որ ճիշտ է առաջվա պես կադաստրային արժեքով չեն իրացել, բայց նաև շուկայական արժեքից որոշակիորեն շեղված ձևով են իրացնում այդ հողամասերը, այստեղ ուզում եմ ասել, որ որոշակի օբյեկտիվություն կարող է լինել նաև։ Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ ոչ միայն հողամասերի առնչությամբ մենք ունեցել ենք դեպքեր, պարոն վարչապետ, երբ որ գույք ենք տանում օտարելու եւ երբ որ գնահատում ենք իրականացնում, գնահատման եզրակացությունը, որտեղ սա անկախ մասնագիտական գործունեություն է, բերում է մի այնպիսի արժեք, որը գնահատողին հետագա խոցելիության դաշտում չի թողնում, այսինքն գնահատողը իրեն մի քիչ ապահով կողմ է պահում, բարձր է գնահատում, որ վաղը չասենք, այս պետական գույքը օտարելուց դու որ գնահատում ես, ինչ էիր մտածում, որ ցածր ես գնահատում։ Սա էլ հակառակ խնդրի է բերում։ Մենք տանում ենք գույքը աճուրդի,
Պարոն Ավետիսյանը, եթե այստեղ լիներ կհաստատեր, աճուրդը չի կայանում։ Եվ ինչ է տեղի ունենում։ Աճուրդը չի կայանում, հետո մենք մտածում ենք, թե ինչն ենք սխալ անում։ Եվ որոշել ենք, որ առանձնահատկություններ կարող են լինել, այսինքն մենք բոլոր դեպքերում շուկայական գնահատումը կանենք, բայց կարող է որոշենք, որ մեկնարկային արժեքը լինի ոչ թե շուկայական գնահատված արժեքը, այլ դրա 75%-ը, թող հետո մրցակցությունը բարձրացնի դեպի վեր։ Այս դեպքում էլ ենք այդպես անելու, մենք այս օրենսդրական փաթեթում նույնպես ունենք նման կարգավորում, որ հիմքում կլինի սկզբունքը, որ մենք գիտենք շուկայական գնահատված արժեքը որն է լինելու, հետո կորոշենք, թե առանձնահատկություն կլինի մեկնարկի ժամանակ աճուրդային գործընթացի դա հաշվի կառնենք։ Սա հետեւաբար երկու բան է ուզում ասել, մեկը այս վերջինը, որ նման առանձնահատկություն այնուամենայն կառավարության որոշումներով կսահմանենք, բայց որ մենք արդեն իրականացման մեջ ունենք ձեր հանձնարարականը։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, բայց այդ խնդիրները լուծելու համար մենք երկու բանել էինք քննարկում։ Դրանցից մեկն էր, որ աճուրդները լինեն բացառապես էլեկտրոնային, այսինքն որպեսզի հիմա կարգավորումը այդպես է։ Հա, որովհետև այսինքն պետքա տեղ լինի, որտեղ ցանկացած մարդ կարողանա մտնի եւ տեսնի ինչ կա վաճառքի եւ հետաքրքիր է իրեն թե չէ։ Հաջորդը գնի հետ կապված, եթե չեմ սխալվում, այդ համակարգին անվանում են հոլանդական աճուրդ։ Այդ չի։ Հոլանդական նվազող։ Այդ եմ ասում։ Ինչի Չէ, հոլանդականի տրամաբանությունը, եթե ես ճիշտ գիտեմ, հետեւյալն է, որ դրվում է գինը։ Հետաքրքրություն չկա, գինը սկսում է նվազել, հենց որ սկսում է հետաքրքրություն առաջանալ, նորից սկսում է ավելա, եթե կա, այսինքն եթե եկավ նվազագույն գին տվեց, այլ առաջարկ չկա, այսինքն գինը 1000 դրամ է, հետաքրքրություն չկա, իջնում է դառնում է 900, չկա հետաքրքրություն, դառնում է 800, չկա հետաքրքրություն, դառնում է 600, մեկը առաջարկում է 600, եթե էլ ուրիշ առաջարկ չկա, վաճառում է, բայց եթե մեկը առաջարկում է 610 610-ն է աղթում, հաջորդ քայլին առաջարկում է 620 եւ այլն եւ տենց արդյունքում վաճառվում է։ Համեցիկ։ Պարոն վարչապետ, իհարկե այո, այսինքն հոլանդական նաեւ աճուրդի եղանակը այնպիսի միջավայրի համար է, որտեղ տեղեկատվությունը թափանցիկ, հրապարակային, հասանելի է բոլորին եւ այդ տեղեկացվածությունը մրցակցություն է ստեղծում։ Մեր խնդիրը որն էր, որովհետև եթե մենք հետ նայենք, անցյալում էլ են աճուրդներ կատարվել, այսինքն շատ դեպքերում հողամասերը հենց կադաստրային արժեքով աճուրդով էլ վաճառվել են թղթային եղանակով, ընթացակարգը թղթերով պահպանված է, բայց մարդիկ, քանի որ տեղեկացված չեն այդ երևույթի մասին, որ այդ օրը կամ տեղեկացված նույնիսկ տեղեկացումն է տեղի ունեցել շատ դեպքերում, դա քիչ սահմանափակ շրջանակներում տեղեկացվածությունը հանգեցնում է նրան, որ մենք չենք ստանում այդ գույքի իրական մրցակցային արժեքը եւ վստահ չենք լինում, որ բոլորը գիտեն, թե ինչա վաճառվում։ Հիմա ինչի ենք մենք առաջին փուլում մտածում, որ այդ հոլանդական աճուրդը չենք կիրառի եւ այսօր անշարժ գույքի վաճառքի դեպքում էլ առհասարակ պետական գույքի վաճառքի դեպքում խուսափում ենք այդ մեթոդից, որովհետեւ չի բացառվում, որ մենք դեռևս բավարար թափանցիկ եւ հրապարակային չենք ծանուցում բոլորին, այդպիսով բոլորը չեն տեղեկացված, որ վստահ լինենք, որ մասնակիցների շրջանում մրցակցությունը տարել է դեպի վերգինը։ Դրա համար դեպի ներքև գնի սահմանափակում ենք կիրառել, ասում ենք մեկնարկը կարա լինի գնահատված արժեքի 75%, բայց եթե աճուրդը չի կայանում, նորից կրկնեք։ Այնքան մինչև կրկնությունների միջոցով հետո երբ որ մենք տեսնենք, որ այդ հարթակը շատ էֆեկտիվ է գործում եւ մենք վստահ լինենք, որ այդ տեղեկացվածության միջավայրում գործարքները իրենց իրական արժեքներով արդեն գերակշիռ մեծամասնության դեպքերում կայանում են, հետ կգանք այդ մեթոդը նույնպես կկիրառենք։ Շատ լավ, այսինքն հիմա այս փուլում մենք էլեկտրոնային ապահովում ենք, որ հասանելի լինի մոդուլը, որտեղ տեղի է ունենում, հետո կվերադառնանք, երբ որ դա բավարար չափով այսպես ասած այցելուներ կունենա, մենք այդ ժամանակ կանցնենք նաև այդ տրամաբանությունը։ Պարոն վարչապետ, այո, էլեկտրոնային է լինելու, սակայն կառավարությանը թողած է լիազորություն օրենքի շրջանակներում սահմանել դեպքեր, երբ դա կարա լինի ոչ էլեկտրոնային աճուրդ։ Այդ դեպքերը հիմնականում իհարկե կմշակվեն ենթաօրենսդրական ակտի համար նախատեսված ժամկետներում, բայց հիմնականում այն դեպքերն են, որոնք անհնարին են դարձրել էլեկտրոնային աճուրդի անցկացումը։ Օրինակ ինչ տես դեպք կարա լինի։ Օրինակ էլեկտրաէներգիայի խափանումը տեղի ունեցել, պայմանական բաներ եմ ասում, այնպիսի բաներ, որոնք թույլ չեն տվել էլեկտրաէներգիայի խափանումը տեղի ունեցել, թող այդ գույքն այդ օրը չվաճառվի, այդ ինչ թող մի շաբաթ հետո վաճառվի, ինչ անենք։ Հա?
Հա։ Նկատի ունեմ։ Հիմա գիտեք, ես օրինակ մի այս դահլիճում տեղի ունեցած մի բանի մասին խոսեմ, ես հիշում եմ, որ եւ միջև հիմա էլ էտա, մենք ասում ենք, որ որոշեցինք, որ 75 թե 80 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ եւ ոչ թե անկանխիկ քարտով։ Ես միջև մեջ չեմ կարողանում հասկանալ։ Ճիշտ է, երբ որ ես ասում եմ, չէ, որ չէ, պետք չի, բոլորին պետքա տալ քարտով, էլի անդադ չի լինի, խնդրեմ կլինի։ Ես չեմ հասկանում, ինչ խնդրեմ կլինի։ Եվ ես վերջերս էլ համոզվեցի մի կոնկրետ դեպքով, որ թոշակը տանում են, թոշակի վրայից 500 դրամ թոշակը վերցնում են եւ թոշակառուն արդյունքում ասում են առաջի կարգի բանը 85 տարեկան թոշակառուն օրինակ տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ ավելի լավ, տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է։ Փողը նստում է քարտին։ Ու այդ համակարգային դիմադրությունը, որ ասում են, էս է, որ ունենց ասում են, մտածում են, որ այնուամենայնիվ կարող է այս բարդիկ վերջը մի բան գիտեն, էլի, որ սենց պնդում են, որ չէ, պետքա կանխիկ կլինի։ Եվ էլի ինչի ենք պատուհան թողում ամեն անգամ որոշ դեպքեր, որ չի Որն է այդ դեպքը, ես չեմ կարող հասկանալ։ Որն է այն դեպքը, որ պետքա բանով, թղթով սենց վերցնենք, դնենք թևներիս տակ, գնանք աճուրդ տա։ Որն է այդ դեպքը, ուզում եմ հասկանալ։